Օսմանյան կառավարության կողմից իրականացրած հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով եւ բազմաթիվ պետությունների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով։ 1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետևողականորեն իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի շարքը հսկայական է։ Հայ մտավորականության ձերբակալություններից հետո նրանց հարազատների տարբեր երկրների կառավարություններին ուղղված նամակներին ի պատասխան 1915 թվականի մայիսի 24-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը համատեղ հռչակագիր են հրապարակել։ Տեքստը տպագրվել է Պետրոգրադի հեռագրային գործակալությունում։ Անտանտի երկրների հռչակագրում մասնավորապես ասվում է. գրեթե 1 ամիս է ինչ Հայաստանում քրդերը եւ թուրքերը Օսմանյան իշխանությունների թողտվությամբ եւ հաճախ օժանդակությամբ զանգվածային ջարդերի են ենթարկում հայերին։ Նման ջարդեր են տեղի ունեցել ապրիլին Էրզրումում, Ակնում, Բիթլիսում, Մուշում, Սասունում, Զեյթունում եւ ողջ Կիլիկիայում։ Վանին հարակից շուրջ 100 գյուղերի բնակիչները սպանվել են։ Այդ քաղաքում հայկական թաղամասերը շրջափակված են եւ հարձակումների են ենթարկվում քրդերի կողմից։ Միևնույն ժամանակ Կոստանդնուպոլցյան Օսմանյան կառավարությունը հետապնդումների է ենթարկում խաղաղ հայ բնակչությանը։ Հաշվի առնելով մարդկության եւ քաղաքականության դեմ ուղղված Թուրքիայի նոր հանցագործությունները, դաշնակից կառավարությունները հրապարակավ հայտարարում են բարձր դռանը, որ իրենք պատասխանատվության են ենթարկելու Օսմանյան կառավարության բոլոր անդամներին եւ այդ ջարդերում ներգրավված նրանց գործակալներին։ Այս հայտարարությունը բացառիկ երևույթ էր միջազգային հարաբերությունների եւ միջազգային իրավունքի կիրառման տեսանկյունից։ Հենց այս հայտարարության հիման վրա պատերազմի ավարտից հետո ձեռնարկվեցին երիտթուրք ոճրագործների ձերբակալություններն ու դատական պատասխանատվության ենթարկումը։ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Մորգենթաուի զեկույցները լսվել են Սենատում եւ ԱՄՆ օրենսդիր մարմինը 1916 թվականի փետրվարի 9-ին 12-րդ որոշմամբ դատապարտել է հայերի ու մյուս քրիստոնյաների կոտորածները։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի Մերձավոր Արևելքի նպաստամատույցի վերաբերյալ ակտում 6 օգոստոսի 1919 թվական նշվում է Օսմանյան կայսրության ջարդերից փրկված հայ որբերի մասին։ Ցեղասպանություն տերմինը 1944 թվականին շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը։ Լեմկինի ընտանիքը հրեական հոլոքոստի զոհերից էր եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները։ ՄԱԿ-ում հայոց ցեղասպանությունը քննարկվել է 1948 թվականին, երբ ծավալվում էր ցեղասպանություն հանցագործության կանխարգելման ու դրա համար պատժի մասին կոնվենցիայի ընդունման գործընթացը։ Նույն թվականի մայիսի 28-ին ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հանձնաժողովը զեկույց հրապարակեց, դատապարտելով հայերի կոտորածները եւ այն բնորոշելով ցեղասպանություն։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել եւ դատապարտել են 4 տասնյակ պետություններ, 100-ից ավելի քաղաքների խորհուրդներ եւ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։ 2021 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւս պաշտոնապես ընդունեց հայոց ցեղասպանությունը, առաջին անգամ օգտագործելով հայոց ցեղասպանություն եզրույթը։ Թուրքիան շարունակում է պետական մակարդակով ժխտել ցեղասպանության փաստն ու տերմինը, փոխարենն օգտագործվում են վտարում, վերաբնակեցում եւ խուլիգանություն բառերը։ Այնինչ հենց այդ երկրում ցեղասպանության կազմակերպիչների արարքները քննվել ու ապացուցվել են դատարանում։ Դատավճիռը հրապարակվել է 1919 թվականի հուլիսի 5-ին։ 31 հանցագործներից 4-ը ներքին գործերի նախարար Թալիաթ Փաշան, ռազմական նախարար Էնվեր Փաշան, ծովային նախարար Ջեմալ Փաշան եւ հանրակրթության նախարար դոկտոր Նազամը հեռակարգ կարգով դատապարտվել են մահվան։ Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն քաղաքական ու բարոյական, այլև միջազգային իրավունքի գործիք է։ Միտված կանխելու նոր հանցագործությունները մարդկության դեմ։ Ըստ 1948 թվականի ՄԱԿ-ի ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիայի նման հանցագործությունները միջազգային հանրության ուշադրության առարկա են եւ չունեն վաղեմության ժամկետ։